Փառք Աստծուն։ Իսկ ինչի համար փառք Աստծուն։ Ամեն ինչի։ Այդ որ ասում եք ամեն ինչը մի քիչ sense հարաբերական է, այլ ինչքանով եք վստահ այդ խոսքերին։ Որովհետև երբ որ նեղություն ենք կրում, երբ որ դժվարություն ենք կրում, նույն տենց ուրախությամբ կասեք ամեն ինչի համար փառք Աստծուն։ Պիտի ասենք։ Այո, ճիշտ եք, իրականում ամեն ինչի համար պետք է Տիրոջը փառք տանք, որովհետև ամեն բան քրիստոնյայի կյանքում ինչ որ տեղի է ունենում, այն բարին գործակից է դառնում մեր կյանքի համար։ Եվ նույնիսկ նեղությունները, նույնիսկ դժվարությունները Տերը օգտագործում է իր փառքի համար, որպեսզի մեր կյանքում ձևավորվի Հիսուս Քրիստոսի կերպարը։ Բայց դրա հետ մեկտեղ պետք է զգուշ լինենք, որ չլինի թե հանկարծ մեր մեղքերի կամ ցանկություններից դրդված ընկնենք փորձության մեջ, որովհետև դա Աստծուն փառք չի բերում։ Այո, այդ ամեն ինչը նույնպես Տերը օգտագործելու է իր փառքի համար, բայց այն մեղքերն են, գայթակղությունները են, ցանկությունները, որին որ մենք տրվում ենք, հետևանքը շատ անգամներ մեզ համար լավ չի լինում։ Այսինքն մեղքի հետևանքը կրում ենք։ Այո, վերջնական արդյունքում Աստված այդ ամեն ինչը օգտագործում է, որպեսզի մեզ ձևավորի այնպեսին ինչպեսին որ ուզում է մեր կյանքը որ մենք տեսնենք, բայց մեր քայլերի համար մենք պետք է զգուշավորություն ցուցաբերենք։ Դրա համար, երբ որ ասում ենք այո, ամեն ինչի համար փառք Աստծուն, իրապես ամեն ինչի համար փառք Աստծուն։ Այս վերջերս հիմա շատ է խոսվում է կորոնայի հետ կապված, վակցինաների ու նման շատ բաների մասին, բայց ինչ եմ նկատում, այս դժվարությունները Հայաստանի համար որոշակի առումով ակնություն բերեցին, որտեղ այս վերջերս մի եղբոր հետ էի խոսում, որ ասեց մի նոր եկեղեցի է սկսվել, նոր եկեղեցին սկսել Աբովյան քաղաքում, եւ երբ որ նման բաներ եմ լսում, ընդհանրապես ուրախանում եմ, որովհետեւ այո, Տերը գործում է, երբ որ դժվարություններ կա, երբ որ խնդիրներ կա։ Ճիշտ է, ոչ միշտ է լինում շարժառիթները, ճիշտ շարժառիթ, բայց համենայն դեպս այդ բոլոր խմբի, բոլոր մարդկանց մեջ կան մարդիկ, ովքեր որ ճիշտ շարժառիթով համենայն դեպս գալիս են առ Աստված։ Այո, երբ որ նեղություններ կա, խնդիրներ կա, մարդիկ միանգամից հիշում են Աստծուն, գնում են առ Աստված, շարժառիթը ճիշտ չի, բայց այս ամեն ինչը նպաստում է նա, որ շատերը սկսում են ճիշտ շարժառիթով հետևել Տիրոջը։ Դրա համար այս վիճակներում ոչ թե աղոթենք, որ Տեր այս վիճակներից մեզ հանի, այս լարվածությունից, այս խնդիրներից, այլ աղոթենք, որ Տերը օգտագործի այս ամեն ինչը, որպեսզի մենք որպես հայ ազգ դարձի գանք ապաշխարենք։ Մենք որպես հայ ազգ փնտրենք իր կամքը ամեն իրավիճակներում։ Եվ քրիստոնյա լինենք ոչ թե լոկ խոսքերով, այլ մեր գործերով, մեր քայլերով այդ ամեն ինչը ցույց տա, որ մեր կյանքը պատկանում է Տիրոջը։ Այսօր պետք է շարունակենք Եբրայեցիս նամակի մեր ուսումնասիրությունը, սերտողությունը։ Եթե կհիշեք, անցած կիրակի մենք խոսեցինք առաջին խորանի մասին, թե ինչ էր ցույց տալիս առաջին խորանը։ Կհիշեք մի քանի բաներ, ինչ էր ցույց տալի խորանը։ Ցույց էր տալի Տիրոջ սրբությունը, ամեն մի դետալ, ամեն մի ծիսական արարողությունը, ցույց էր տալի Տիրոջ բծախնդրությունը։ Եվ մեր կյանքում մենք պետք է ձգտենք այնպես անենք, որպեսզի մեր կյանքը ամեն մի բնագավառում, ամեն մի հարցում ցույց տա Տիրոջը, ցույց տա Հիսուս Քրիստոսին, որտեղ Տերը պատվիրեց, ասեց, ձեր հոր պես սուրբ եղեք։ Շատ լավ։ Երկրորդը կհիշեք, սրբությունից զատ նաև ցույց է տալի կա, որ ինչ մարդու Աստծո միջև բաժանվածություն կար, որովհետև Տիրոջ ներկայության մեջ բոլորը չեն կարող մտնել, այլ մտնում են միայն քահանապետը տարին մեկ անգամ, հատուկ լվացումներով, զոհերով եւ միայն ինքը իրավունք ուներ այնտեղ մտելու։ Եվ սա ցույց է տալի, այո, Տերը ներկա էր այնտեղ, բայց համենայն դեպս կար այդ բաժանումը, կար այդ մեղքը։ Մյուսը խոսեցինք, որ այդ բաժանումից ելնելով նաև տեսնում ենք, որ կա այս խորանը ուղղակի խորհրդապատկերն է,
նրա ինչ որ գալու է երկնայինի, հավիտենականի, մնայունի, եւ դրա հետ մեկտեղ տեսնում ենք, որ այս խորանը ցույց է տալի, որ այս ամեն ինչը ժամանակավոր է։ Եվ հիմա արդեն տեսնելու ենք այդ ժամանակավորը, երբ որ կար, ինչ տեղի ունեցավ, եւ խոսենք այսօր Հիսուսի զոհի մասին եւ Հիսուսի զոհից ստացած պարգևի կամ բարիքի մասին։ Եկեք ընթերցենք Եբրայեցիս 9-րդ գլուխ, կարդանք 11-ից 15 համարները։ Եբրայեցիս 9, 11-ից 15։ Բայց Քրիստոսը գալիք բարիքների քահանայապետը եկավ ավելի մեծ ու կատարյալ խորանով, անձեռագործ, այսինքն ոչ այս կառույցից, ոչ էլ նոխազների եւ զվարակների անունով, հապա իր արյամբ մեկ անգամ ընդմիշտ մտավ սրբարանը մեզ համար հավիտենական փրկություն ապահովելով, որովհետև եթե ցուրերի ու նոխազների արյունը եւ երինջների մոխրի սրսկումը պղծվածներին մաքրում են մարմնավոր սրբության համար, հապա որքան ավելի Քրիստոսի արյունը, որ հավիտենական հոգու միջոցով իր անձը անարատ պատարակ մատուցեց Աստծուն, կսրբի ձեր խրճմտանքը մեռած գործերից, որպեսզի կենդանի Աստծուն պաշտեք։ Այս պատճառով նա նոր ուխտի միջնորդ է, որպեսզի առաջին ուխտի տակ գործված հանցանքների քավության համար եղած մահվան միջոցով նրանք, որ կանչված են հավիտենական ժառանգության խոստումը ստանան։ Ամեն։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, իրապես փառք ենք քեզ տալիս այս տերունական օրվա համար։ Շնորհակալ ենք այս առիթի համար, որ կարող ենք գալ քո առաջ, քեզ մեծարել, քեզ փառաբանել, Տեր, եւ այս ամենը գիտենք, որ քո որդու Հիսուս Քրիստոսի կատարած զոհի միջոցով է, Տեր։ Ուստի փառք ենք քեզ տալի եւ շնորհակալ ենք ով Հայր, որ նրա միջոցով մեզ փրկություն պարգևեցին։ Նրա միջոցով, Տեր, առիթ ունեն գալու քո առաջ, Տեր Աստված, աղոթքներով, խոսքով, Տեր Աստված, եւ քեզ ճշմարտապես երկրպագելու։ Ների մեր հանցանքները մեզ միաբանին խոսքիդ մեջ, Տեր Աստված, մեր սիրտը պատրաստ է խոսքդ լսելու եւ հնազանդվելու խոսքիդ, Տեր։ Քո կարիքդ ունենք ամեն վարքյան, ամեն պահ եւ ցանկություն ունենք քեզանից սովորելու։ Դու առաջնորդիր մեզ եւ թող որ ամեն ինչի մեջ քո սուրբ անունը մեծարվի, Տեր, եւ դու փառավորվես հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Այսօր խոսելու ենք այն 4 բարիքների մասին, որոնք որ Հիսուս իր զոհի միջոցով տվեց։ Ընդհանրապես Քրիստոսից շատ բան ենք ստանում, բայց հեղինակը այստեղ առանձնացնում է 4 բան եւ 4 բան է կարեւորում։ 4 բարիք, որոնք որ առկա են մեր կյանքում եւ կարող եմ ասել, որ այն առաջնային ամենակարևորագույնն է, ինչ որ մենք ստացանք։ Առաջինը ինչ որ խոսելու ենք նրա մասին, որ Տիրոջ զոհով մենք ունենք հավիտենական փրկություն կամ հավիտենական կյանք։ Եկեք կարդանք եւս մեկ անգամ 11 եւ 12 համարները ուշադրություն դարձեք խոսքերին։ Հիշում եք, չէ՞, առաջի օրինակն ունեինք սրբարանի, որի միջոցով ծիսական արարողություններ էին կատարվում, տարեց տարի օր ամեն պահ այնտեղ է զոհաբերություն էր կատարվում, եւ հիմա ասում է դրանից հետո առանձնացնում է Քրիստոսին։ Ասում է, բայց Քրիստոսի գալիք բարիքների քահանապետը այն մեկը, որ պետք է գար ու դառնալ քահանապետ, բարիքներ բերելով, ինչ անում, եկավ ավելի մեծ ու կատարյալ խորանով։ Անձեռագործ, այսինքն ոչ այս կառույցից, որ կառույցը նկատի ուներ, սրբարանը կամ այդ ժամանակ տաճարը, որը որ փոխարինվեց սրբարանը դարձավ տաճար կառույց, հիմա ասում են, որ Քրիստոս գալու էր, նոր մի սրբարան էր բերելով, որը որ ձեռակերտ էր, ոչ, անձեռակերտ էր, երկնային սրբարանն էր եւ դա ցույց է տալի այն, որ երբ որ Քրիստոս հարություն առավ, մտավ Տիրոջ ներկայության մեջ եւ դարձավ մեր բարեխոսը։ Տիրոջ ներկայությունն է երկնքում այդ սրբարանը եւ երկու կիրակի առաջ երբ որ խոսում ենք, տեսանք, որ երկնքում այլևս տաճար Հովհաննես ասում է չտեսա, որտեղ կարիքը չկար տաճարի, որտեղ Տիրոջ ներկայությունն է այնտեղ եւ բոլոր մենք Քրիստոսով, որոնք որ կննջեն, նրանից հետո հավիտյան լինելու են Տիրոջ ներկայության մեջ։
Ինչի որտեվ Տերը մեկ անգամ իր արյամբ մտավ այս սրբարանը Տիրոջ ներկայության մեջ եւ դարձավ հավիտենական քահանապետ, հավիտենական միջնորդ։ Ոչ էլ նոխազներ եւ զվարակների արյունով։ Քահանաները ում արյունով էին մտնում, կենդանիների արյունով էին մտնում, որը որ ժամանակավոր է, որը որ երկար ընթացք, երկար փրկություն կամ սրբություն չէր տալիս, այլ ուղղակի այս ամեն ինչ էր անում, մատնանշում էր ցույց էր տալու այն գալիք կատարյալ զոհին։ Հապա իր արյամբ մեկ անգամ, ուշադրություն դարձրեք, մեկ անգամ ընդմիշտ մտավ սրբարանը մեզ համար հավիտենական փրկություն ապահովելով։ Գիտեք, շատ-շատերն են կյանք փնտրում, շատ-շատերն են փորձում իմաստ գտնել իրենց կյանքի երկրավոր կյանքի ընթացքում։ Բայց ցանկացած մարդ, ում որ ուզում եք հարցրեք, այդ դատարկությունը միշտ կա։ Որևիցե մեկը բավարարվածություն այս կյանքում չի գտնելու։ Ինչքան էլ լավ ապրեք, ինչքան էլ լավ ինչ-որ հաջողությունների հասնեք, այդ բոլոր հաջողությունները վերջնական արդյունքում զրո են, ոչ մի բան են։ Որովհետև եկեք փորձենք համեմատենք այս կյանքը տարիները ու հավիտենականության հետ։ Չեք կարող համեմատել, անհամեմատելի է, դա նույնիսկ օվկիանոսի մեջ մեկ կաթիլ չի։ Քրիստոս ասում է մեկ անգամ իր արյամբ զոհ մատուցեց եւ դրանով մեզ համար հավիտենական կյանք պարգևեց, շնորհ տվեց, հնարավորություն տվեց փրկության։ Բայց բոլորը փրկվում են։ Բոլորը չեն փրկվում։ Փրկվում են նրանք, ովքեր որ կհավատան, ովքեր որ կընդունեն այդ զոհը։ Ցավոք սրտի եմ ասում, այսօր շատ գնում են դեպի նրան, որ շատ քրիստոնյաներ սկսում են քարոզել մի ավետարան, որտեղ որ կարծեսները պետքա փրկի բոլորին։ Որևիցե մեկը չի մահանալու։ Բոլորը փրկվելու են, ասում են։ Բոլորը ազատություն ունեն։ Կապ չունի ում ես հավատում, կարևորը լավ մարդ եղի, բարի խղճմտանք ունեցի եւ վերջ։ Փրկվելու ես։ Նույնիսկ Բիլի Գրեմը, երբ որ մի հերոստաշոու էր բավականին հայտնի ու երբ որ ուղիղ հարց տվեցին, ասին իսկ ինչ կլինի նրանց, ովքեր որ չեն ճանաչում Քրիստոսին, ուղիղ պատասխանը չտվեց։ Ասես Տերը բարի է։ Եվ սրանով կարծես հնարավորություն է տալիս մի փոքր մանևրելու, որ հանկարծ չասեն, հա, Բիլի Գրեմ մարդկանց մեջ բաժանում ես դնում։ Ու շատ-շատեր են, երբ որ կանգնել են մեծ, ինչ որ աստիճանի են հասել, վախենալով կորցնելու ինչ որ հեղինակությունը կամ հալածանքի առաջ կանգնելու ինչ են արել, հետ են կանգնել ճշմարտությունից, մենակ թե հանկարծ հալածանք չկրեն։ Այսօր շատ նույնիսկ ճշմարտադավան կարծես պետք է եկեղեցիներ լինեն, որոնք որ հետ են կանգնում իրենց սկզբունքներից, ընդունում են կանանց հովիվ լինելը, ձեռնադրում են հովվության, շարունակում են նույնիսկ ավելի համասեռամորների են որպես հովիվ ձեռնադրում եւ դա ներկայացնում են նորմալ եւ այս ամեն ինչը գնում է դեպի դրան։ Մի զարմացեք սիրելիներ։ Շատ-շատերը այս հարցն են տալի, ասում են, ախր ինչի օրինակ ճշմարտադավան եկեղեցիներում այդքան մեծ քանակությամբ մարդիկ չեն հավաքվում։ Ինչու՞մն է խնդիրը։ Խնդիրը մեկ բանի մեջ է։ Մարդիկ ուզում են իրենց հաճելի քարոզներ լսեն, մարդիկ չեն ուզում լսեն մեղքի մասին, մարդիկ չեն ուզում լսեն հանդիմանության մասին, այլ ուզում են իրենց հաճելի բաներ լսեն, որ մենք անդադ խոսենք օրհնությունից, խոսենք բժշկությունից, խոսենք հարստությունից, բայց հանկարծ մեղքի մասին չխոսենք, հանկարծ չխոսենք մի թեմաների մասին, որը որ կարող է ինչ անել, մի քիչ տրտմություն ինձ բերել, սակայն եթե մեղքի մասին չխոսենք, այդ դեպքում ինչի մասին խոսենք։ Եթե մեղքի մասին չենք խոսում, չենք էլ խոսելու փրկության մասին, իմաստ էլ չկա խոսելու Քրիստոսի զոհին կատարած։ Բայց Հիսուսի առաջնային նպատակը ո՞րն է։ Եկավ, իր անձը տվեց, իր արյունը թափեց, մեկ անգամ պատարակ եղավ, որպեսզի մենք թողություն ստանանք այս մեղքերից։ Եթե մեղքերի մասին չխոսենք, ապա ինչի մասին խոսենք։ Եթե մարդուն չես ասում գալիք դատաստանի մասին, այդ մարդու համար փրկություն էլ պետք չի։ Ինքը կարծում է, որ արդեն փրկված է, բայց Հիսուս եկավ իր զոհով տվեց այդ փրկությունը հենց այնպես չի լինում։ Ուղղակի չես կարա մի օր որոշես կանաս, ասես դե հայ եմ, ծնվել եմ հայ, որոշ առումով լավ կյանք եմ ապրել, վերջ։ Ուրեմն փրկված եմ։
Այս ձև չի գործում, սա Աստծո խոսքը սրա մասին չի սովորեցնում մեզ սիրելիներ։ Դրա համար է ասում, հեղինակ ուշադրությունը դարձում անդրադառնում է, այս ամեն ինչը ներկայացնելով ասում է, տեսեք, Հիսուս մեկ անգամ զոհ եղավ, մեկ անգամ պատարագ եղավ, եւ սա բավական էր, որպեսզի մենք ինչ ստանանք հավիտենական կյանք բրկություն։ Միայն թե եթե հավատանք։ Վստահ եմ այդ հավանները գիտեք Հովաննում 3:16 ու 17-ը, որ մենք շատ անգամներ կրկնում ենք, ասում ենք, մեր մանկականում են ասում, բայց գիտեք սրա մեջ է պարփակված ամբողջ ճշմարտությունը, որ Տերը սիրեց իր միածին որդուն տվեց։ Ինչի համար? Որպեսզի հավատանք եւ հավիտենական կյանք ունենանք։ Ես շարունակության մեջ 17 համարի մեջ ասում եմ, ով որ հավատաց, ինչ ունի արդեն փրկություն ունի, կյանք ունի, բայց այն որ չի հավատացել, արդեն դատապարտված է, որտեղ չհավատաց Աստծո միածին որդու անվանը, արդեն դատապարտված է, չկա այդ միջանկյալ ինչ-որ մի բանը, կամ դատապարտված ես, տիրոջինը չես, կամ տիրոջինն ես, ինչքան էլ հիմա համարեք դա ծայրահեղական, բայց սա ճշմարտությունը, չկա ինչ-որ երրորդ կարգի մարդիկ, կամ Քրիստոսինն ես տիրոջով փրկված, կամ Քրիստոսինը չես, մեջտեղի բան չկա, եւ ինքնես մեզ այս հարցը պետք է տանք, երբ որ Տերը զոհը կատարեց, ինքը իր արյունը թափեց, ես հիմա տիրոջով այդ փրկությունն ունեմ, թե ոչ, ես այդ հավիտենական կյանք ունեմ, թե ոչ, իմ ընկերս, իմ բարեկամս, իմ հարազատս Քրիստոսով այդ փրկությունն ունի, թե ոչ, ինչի մասին եմ ես ապրում, ինչով եմ մտածում, ինչով եմ մտահոգվում, որն է իմ կյանքի մտահոգությունը։ Եթե ես հավիտենական կյանք ունեմ, ապա նաև պետք է մտածեմ հարազատիս կողքինիս մասին։ Ու պետք է աղոթեմ, ու ամեն ջանք պետք է թափեմ, որպեսզի այդ ճշմարտությունը փոխանցեմ, որտեղ ինչ ուզում եք արեք, ամենալավագույն բանը, ինչ որ կարաք անեք ձեր հարազատի համար, դա Աստծո խոսքը փոխանցելն է, նրա համար աղոթելն է, որ Տերը դիպչի նրան, որպեսզի Տիրոջ զոհը նրա համար նորից փրկություն հանդիսանա։ Ուրիշ ոչ մի բան չեք կարող լավագույնն անել։ Ուզում եք ամենաթանկանոց մեքենան նվիրեք, ամենաթանկանոց նվերները տվեք, ապահովեք ամեն ինչով, բայց եթե ավետարանը չտվեցիք, այս ամեն ինչը զրո է մարդու համար, որտեղ մահանալուց հետո կանգնելու Աստծո առաջ, ու որևիցե պատասխան, որևիցե մեկը չի կարողանալու տալ, որովհետև նույնիսկ 5 տակարանում, երբ որ զոհաբերություններ էին անում, սա ինչ է ցույց տալիս, որ գալու է մեկը, որ կատարել զոհաբերություն անելու, եւ 5 տականի ժողովուրդը նույնպես փրկվում էր այդ հույսով, որ գալու է Մեսիան, գալու է կատարել զոհը, որի միջոցով մենք փրկություն ենք ստանալու։ Դա համար Հովհաննեսը, երբ որ Հիսուսին տեսնում, ասում է, սա է գառը, որ վեր առնելու աշխարհի մեղքը, նա է կատարել զոհը։ Բոլորը այն ովքեր որ խոսքի մեջ էին, սպասում էին, որ գալու է այդ Մեսիան։ Իսկ մենք փրկվում ենք, որովհետև հավատում ենք, որ արդեն եկել է, փրկությունը միշտ նույնն է եղել։ Երբեք որևիցե մեկը զվարակների արյունով չի փրկվել։ Կենթանու արյունով որևիցե մեկը մեղքերի թողություն չի ստացել, այլ հույսով են ապրել, որ գալու է Մեսիան, որը հավիտենական փրկություն է տալու։ Հետևաբար սիրելիներ, սա կարևոր է մեզ համար նույնպես, որովհետև շատ անգամներ այսօր մենք որպես հայեր մոռանում ենք այս ամեն ինչը, Քրիստոսին թողնում ենք ու փորձում ենք ուրիշ բաների մեջ ինչ որ գտնենք փրկություն։ Որոշներն ուրիշ միջնորդներ են փնտրում, աղոթում են ում ասեց բացի Քրիստոսից, հույսները դնում են մոմերի վրա, հույսները դնում են ինչ-որ սրբերի, մասունքների վրա, սուրբ ինչ-որ ջրերի վրա, չգիտեմ, շատ բաների վրա սկսում են մարդիկ իրենց հույսը դնել, մոռանում են, որ Քրիստոսով է փրկությունը։ Նույնիսկ մարդիկ, ովքեր որ խաչ են կրում, այդ խաչը չափից ավելի սկսում են միացած կարևոր առարկա դնել։ Ասել, գիտես ինչ կա, այս խաչը միշտ կրում եմ, մոտս այս խաչը, բայց այդ խաչը ոչ մի բան է, եթե խաչանը չկա կյանքիդ մեջ։ Այդ խաչը ուղղակի մեզ համար պետք է ինչ լինի, հիշեցում լինի, որ Քրիստոսով, Քրիստոսի զոհով ինչ ստացանք հավիտենական կյանք, փրկություն։ Ուրեմն առաջինը, որ Եբրայեցիս նավակում հեղինակն ուզում է ասել, որ այն բարիքները, որ Հիսուս պետք է տա, առաջի բարիքը է մարդկանց համար։ Դա հավիտենական փրկությունն է, հավիտենական կյանքն է։ Երկրորդը 13 եւ 14 համարները, որովհետեւ եթե ցուլերի ու նոխազների արյունը եւ երինջների մոխրի սրսկումը
պղծվածներին մաքրում էր մարմնավոր սրբության համար։ Այսինքն, երբ որ մեկը, օրինակ, կպնում էր մահացած մեկին, անմաքրություն էր գալի կամ ուրիշ անմաքրություն, այսինքն ուրիշ օրենքներից ելնելով բաներ կան, որը որ մարդուն դարձնում էր անմաքուր, զոհաբերություն էր կատարվում եւ այդ անմաքրությունը համարվում էր մաքրված։ Բայց սա մենակ ինչն էր անում, արտաքին, չէ, մարմնի մասին էր խոսքը գնում։ Ներքին փոփոխություն կատարվում էր մարդու կյանքում։ Ներքին փոփոխություն չէր կատարվում։ Ուշադրություն դարձեք 14 համարը։ Հապա որքան ավելի Քրիստոսի արյունը, որ հավիտենական հոգու միջոցով, Սուրբ Հոգու մասին է խոսքը գնում, իր անձը անարակ պատարակ մատուցեց Աստծուն, կսրբի ձեր խղճ մտանքը մեռած գործերից։ Ուրեմն երկրորդ բարիքը, որ Տերը արեց, սրբեց մեր ինչը, խիղճը կամ փոփոխություն բերեց մեր ներքին կյանքին։ Պողոս առաքյալն ասում է, ինչ արեք, նորոգվեցեք մտքի նորոգությամբ, որպեսզի ճանաչեք Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Պետք է փոփոխություն լինի, տրանսֆորմացիա լինի, ապաշխարությունը լոկ ինչ որ ֆիզիկական փոփոխություն չի։ Երբ որ մենք հավատացինք, երբ որ դարձի եկանք, մեր մարմինը չի փոխվել։ Մեր մոտ հրեշտակի ինչ որ թևեր չավելացան, չգիտեմ, մեր հայացքը չի փոխվել, ինչ որ բան ֆիզիկապես մեր մարմնի առումով չի փոխվել, բայց ինչա տեղի ունեցել, Տերը փոխել է մեր հոգին, մեր սիրտը, մեր խղճմտանքն է մաքրել, որը որ ժամանակին ինչ է, խանձված էր։ Ամեն մարդու մեջ Աստված դրել է խիղճ, եւ այդ խիղճը որոշակի շրջանակում ցույց է տալիս, թե մարդը ինչպես պետք է վարվի։ Բայց տարիների ընթացքում մարդը ինչ է անում, խանձում է այդ խիղճը, լրացնում է այդ խիղճը։ Օրինակի համար գողը միգուցե երբ որ առաջին անգամ գնում է գողություն անելու, միգուցե ինչ որ խիղճը տանջի, մտածի դրա մասին ինչ որ բան, բայց երկրորդ անգամ, երրորդ անգամ դա դառնում է սովորական ինչ որ մի երևույթ։ Ու մարդիկ կան, որ կարան գնան նույնիսկ մոմ վառեն, աղոթեն ասեն Տեր Աստված, այսօր գնում են գործի, հանկարծ չբռնվենք, էլի։ Այսինքն այն աստիճանը արդեն ամեն ինչը հասել նորմալ երևույթի, որ գնում են դեպի դրան։ Ուրիշ մարդիկ կան, որ սա նույնպես վերաբերվում է քրիստոնյաներին, որ մեկ երկու այդ մեղքի մեջ են գնելով, դա ասում են հիմա պետք է մեղք գործենք, դե ինչ անենք, հիմա արդեն սովորական է դարձել։ Ու ինքներս մեզ կարծես փափուկ բարձ ենք, դնում ասում ենք նորմալ է։ Կարևորը փրկված ենք ու մեր խիղճը ինչ ենք անում, լրացնում ենք։ Բայց Տերը ինչ է անում, մաքրում է նաև մեր խիղճը, խղճմտանքը։ Ինչի համար է մարդու համար ընդհանրապես Աստված ինչի է տվել խիղճը։ Առաջինը խիղճը ցույց է տալիս, թե ինչպես բարին եւ չարը գործենք։ Այն առաջնային մեր մեջ դրված է եւ շատ հարցերում դուք ինքներդ կարող եք ներկուս նույնիսկ դրա մասին առանձին միգուցե չեք սովորել, չեք լսել, բայց դու ներկուս գիտես, որն է բարին եւ որն է չարը, որը որ ճիշտ գործենք, որը որ սխալ գործենք։ Սա աշխարհիկ մարդկանց մոտ էլ նույնպես գործում է, չէ՞։ Մարդիկ կարողանում են զանազանել, տարբերեն, հասկանալ որն է ճիշտը եւ որն է սխալը։ Չեմ ասում, որ միշտ ճիշտ են ընտրում, բայց համենայն դեպս սա ներքին իրաց մեջ դրված է։ Երկրորդը մեզ համար, նաև երբ որ մենք մեղք են գործում, այս խիղճը հանդիմանում է մեր կատարած մեղքերի համար։ Երբ որ մեղք են գործում, ինչ ենք անում, ցավ ենք, չէ՞ ապրում։ Մեր խիղճը մեզ տանջում է, այդ արտահայտությունն ասում ենք եւ այո, դա աստվածային են գործիքն է, որը որ դրված է մեր մեջ, որը որ հանդիմանում է մեր մեղքերի համար։ Եվ երբ որ ապաշխարում ենք, դարձի ենք գալիս, այն ինչ անում Տերը նորոգում է մեր մեջ, վերականգնում է մեր մեջ եւ սկսում է այն աշխատել, գործել։ Երրորդը խիղճը մեզ դրդում է սիրել դիմացինին։ Դրա մասին կարող եք կարդալ առաջի Տիմոթեոս 1:5-ում, հիմա չեն կարդա, բայց երբ որ մեր մեջ այդ խիղճը կա, այդ խիղճը նաև դրդում է մեզ սիրելուն։ Այո, այդ սերը Աստված դնում է մեր սրտում, բայց այդ խիղճն է, որ մեզ դրդում է դիմացինին սիրել։ Եվ նորից այդ ինչ որ ասում եմ, մենք ի վիճակի ենք ինչ անելու, լրացնելու, կանգնեցնելու։ Եվ ամենավերջինը նաև խիղճը դրդում է մեզ հնազանդվելու օրենքին։ Սա այն բանն է, ինչ որ Տերը վերականգնում է։ Բայց հիմա հարց, կարող ենք միշտ վստահել խղճին։ Չէ, ինչի՞։
Ինչի, որովհետև այո, երբ որ մենք դարձենք, գալի ապաշխարում ենք, Տերը վերականգնում է այդ խիղճը, բայց ինչպես որ մինչև այդ ասեցի, այդ խիղճը մենք ինչ ենք կարող անենք, լրացնենք, որտեղ մեկ անգամ մեր գործեցի, երբ որ չեմ խոստովանում մեղքերս, երկրորդ անգամ, երրորդ անգամ արդեն խիղճս դրա մասին ինձ չեն հանդիմանում, դառնում է սովորական բան ինձ համար։ Շատերը կարծում են, դե ասում են, կարիքը չկա խոսք իմանամ, խիղճս ինձ կուղորդի։ Ամեն հարցում կարևորը վստահ եմ խիղճից, եթե խիղճս չի տանջում, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Բայց ցավոք սրտի խիղճը մենք կարողանում ենք լրացնել, մենք կարողանում ենք խանձել Աստծո խոսքն ասում է։ Դրա համար միշտ մեր ուղեցույցը պետք է լինի Աստծո խոսքը։ Ամեն ինչ որ անում ենք պետք է ֆիլտրենք Աստծո խոսքի միջոցով։ Այո, խիղճը լավ գործիք է, որ Տերը մեր մեջ դրել է, որ դեպի լավը գնանք։ Եվ Տերը մաքրել է, վերականգնել է այդ խիղճը, բայց միմիայն խղճի վրա հույսները դնելը շատ թույլ ու տկար կլինի։ Այո, որ մարդը դարձի է գալիս, ապաշխարում է, նոր է քայլեր անում, նոր այդքան գիտություն չունի, այդ խիղճը կարա իր համար ինչ լինի, լավ ուղեցույց լինի։ Բայց եթե մենակ մնաց այդ խղճի վրա, մնալու է միշտ այդ մանուկ վիճակում։ Ու վերջում ինքը իր համար ձևավորել է մի խիղճ, որը որ որոշ դեպքերում աշխատել է, որոշ դեպքերում էլ ինքը արդեն լրացրել է դրան։ Դա համար ինչ անենք, կարդանք, ճանաչենք Աստծո խոսքը, որպեսզի այն լինի մեզ համար ուղեցույց, ոչ թե մեր զգացականը, որտեղ խիղճը ու զգացականը նաև իրար հետ աշխատում են, չէ՞։ Երբ որ խիղճս տանջում է, ես ինձ լավ եմ զգում, չէ, ես տրտմում եմ, չէ։ Եվ երբ որ խիղճս ինձ չի տանջում, որոշ առումով ես կարող ասեմ, էմոցիոնալ առումով ես ինձ լավ եմ զգում։ Հետևաբար զգացականը նույնպես կարա լինի մեր առաջնորդը։ Չէ, որովհետև այդ օրինակը բերեցի, այդ նույն գողը մեկ անգամ երբ որ գողանում է, երկրորդ անգամ երբ որ գողանում է, ու չի բռնվում, ինքը իրան լավ է, շատ լավ է զգում է։ Ու նույնը շատ անգամներ մենք որպես հոգևորներ, երբ որ ինչ-որ մեղքը շատ ենք սիրում, ու այդ մեղքը չենք խոստովանում, մեկ, երկու, երբ որ այդ մեղքը գործում ենք, նույնիսկ մենք կարող է տրտմածել չլինենք։ Ինչի որտեղ խիղճը մեզ չի տանջում, մենք դա մեղք չենք համարում, մենք մեզ համար ձևավորել ենք այդ ձևի մի վարդապետություն մեզ համար, եւ վերջ, լավ ապրում ենք, զգացական հողի վրա նույնպես ամեն ինչ նորմալ է։ Հետևաբար ոչ զգացողությունը, ոչ խիղճը չպիտի լինի մեզ համար ուղեցույց, այլ ամեն ինչ որ կլինի զգացմունքները, կլինի խիղճը, պետք է անցկացնենք Աստծո խոսքի ֆիլտրի ներքո, որտեղ խոսքի միջոցով կտեսնենք, որ մեղավոր ենք, որ սխալ ենք վարվել ու կխնդրենք Տերը մեզ կների ու նորից կվերականգնի այն խիղճը, որը որ պետք է ճիշտ ուղեցույց լինի մեզ համար։ Երրորդը 14 համարի երկրորդ վերջի հատվածը որպեսզի կենդանի Աստծուն ինչ անենք, պաշտենք, հետևաբար Տերը իր զոհի միջոցով երրորդ հնարավորություն տվեց մեզ ճշմարտապես Աստծուն պաշտելու։ Դեք երկրպագություն ու պաշտամունք չի նշանակում, որ ուղղակի այն ֆիզիկապես ահայտումն է, այն ամեն ինչ որ մենք ստեղ անում ենք։ Եվ պատկերացեք, եթե աշխարհիկ որից է մեկը, երբ որ ասում եմ աշխարհիկ, մեկը ով որ չի ճանաչում Աստծուն, ով որ չի հավատում Քրիստոսին, գալիս է մեր մեջ նստած է ու միասին երկի բառերն է տեսնում ու կրկնում է մեզ հետ։ Արդյոք սա կարող ենք ասել ճշմարտապես երկրպագությունը ուղղված առ Աստված։ Չէ, ինքը բառերն է կրկնում, բայց դա իր կյանքի համար առանձնապես որևիցե էական նշանակություն չունի։ Ուրիշ մի օրինակ բերեմ։ Պատկերացեք, հրավիրում եք մի հատ լավ հայտնի երաժշտի, որը որ նորից Աստծուն չի ճանաչում։ Ու փառաբանության մեջ բավականին լավ զարգացնում է փառաբանությունը։ Շատ լավ գեղեցիկ նվագում է, կամ մի ուրիշ ինչ-որ երգչուհի միանում է մեզ, սկսում է բավականին գեղեցիկ երգել։ Սա Աստծուն ընդունելի պաշտամունք կլինի։ Չէ, ինչի որովհետև այդ երաժիշտը ու այդ երգիչը ում փառքի համար են անելու։ Իրենց փառքի համար են անելու։ Անելու են այնպես, որպեսզի դուք ասեք, «Վաու, էս ինչ լավ երաժիշտ է», չէ՞։ Եվ նույնպես այստեղ փառաբանությունը, երկրպագությունը առանց Աստծո անհնարին է, առանց Քրիստոսի զոհի որևիցե մեկը չի կարող Տիրոջը երկրպագել այնպես, ինչպես որ Տերն է կամենում։ Հիմա դուրս գանք կիրակնորյա պաշտամունքից դուրս։ Մեր կյանքը որևիցե կերպով պետք է Տիրոջը երկրպագություն պաշտամունք լինի, թե ոչ։
Օրինակ ինչ բնագավառում պետք է Տիրոջը երկրպագենք։ Մեկ երկու ասեք օրինակներ։ Քաղաքացի, աշխատանքի վայրում, ուսման վայրում, ոնց կարանք օրինակ Տիրոջը երկրպագել աշխատանքի վայրում, օրինակ, մեկ երկու օրինակ բերեք։ Ազնիվ լինենք, պարտաճանաչ լինենք, քրտնաջան աշխատենք, նպատակ ունենալով նորից Տիրոջը փառավորելու, ուրիշ ուսման մեջ ոնց կարանք Տիրոջը երկրպագենք փառավորել։ Լավ սովորենք, ինչ ստանանք։ Լավ սովորենք, ազնիվ լինենք, չէ։ Բարեհաճ լինենք, օրինակի համար ուսուցիչների նկատմամբ, ճիշտ է։ Ընտանիքում ոնց կարանք Տիրոջը երկրպագենք։ Այո, եթե տնային տնտեսուհի ես, տան գործերը լավագույնս կատարելով Տիրոջ համար, երեխաների առումով, որ երեխաները հնազանդվում են ծնողներին, ծնողների առումով ասում են, որ ծնողները չեն բարկացնում երեխաներին, ու այս ամեն ինչը փոխհարաբերությունը պետք է բերի Աստծուն երկրպագություն, կին տղամարդ հարաբերություն, կինը պետք է հնազանդվի ամուսնուն, ամուսինը պետք է սիրի կնոջը, այս ամեն ինչը այն երևույթներ են, որով որ մենք հնազանդվելով Տիրոջը երկրպագում ենք, Տիրոջը պաշտամունք ենք բարձրացնում։ Ադամը ինչպես էր Տիրոջը երկրպագում։ Սենց փառաբանության երգեր էր երգում։ Ինչ էր անում։ Անվանեց ու անվանելը հիմա Տիրոջ պատվերը կատարեց։ Ուրիշ ինչ էր անում։ Ինչ ուներ անելու։ Այգին էր մշակում։ Տերն ասեց, խնամք տա այգուն։ Ինքը հողագործությամբ ինչ էր անում։ Տիրոջն էր երկրպագում, որտեղ դա էր իր կանչվածությունը, ուրիշ բան չուներ անելու, այդ հողը մշակելով Տիրոջն էր երկրպագում, Տիրոջն էր պաշտամունք բարձրացնում։ Դա որ Տիրոջը պաշտամունք բարձրացնելը, երկրպագություն բարձրացնելը չի սահմանափակվում կիրակից կիրակի, չի սահմանափակվում մենակ փառաբանության երգերը երգելով կամ կարդալով աղոթքով, այլ բոլոր աշխարհիկ մարդկանց գործերը գրված է, որ Աստծուն ընդունելի չեն, որտեղ ամեն ինչի մեջը, ամեն ինչի խորքում մարդկային եսն է, մարդկային շահադետական քայլերն են, եւ մարդը չի կարող որևէ բան անել, որպեսզի փառք ուղղված լինի Աստծուն։ Հետևաբար Տեր Հիսուս իր զոհով այս կարողությունը մեզ տվեց Տիրոջը երկրպագելու, Տիրոջը ճշմարտապես պաշտամունք բարձրացնելու։ Հովհաննես 4-րդ գլխում հանդիպում ենք Սամարացի կնոջը։ Այդ Սամարացի կինը ազնիվ հարց է տալի, ասում է Տեր, ո՞րն է երկրպագենք։ Այս լեռան վրա, թե այս լեռան վրա։ Ոնց պետք է երկրպագենք, որ Աստծուն ընդունելի լինի։ Հիսուսն ինչ է ասում է, կգա ժամանակը եւ եկել է, որ բոլորը պետք է Տիրոջը երկրպագեն հոգով եւ ճշմարտությամբ։ Եվ այս կարողությունը տալիս է մեզ հենց Հիսուս Քրիստոսը իր զոհի միջոցով, որտեղ առաջ հնարավոր չէր։ Առաջ հնարավոր չէր առանց Տիրոջը ճշմարտապես իրեն երկրպագելու։ Այո, ժամանակ առ ժամանակ տեսնում ենք, որ 5 տականում նրանք, ովքեր որ հավատում են Տիրոջը, Տերը այցելություն էր անում ու այդ մարդիկ ճշմարտապես ինչ էին անում, ցնծում էին, ուրախանում էին, ինչ որ կերպով փորձում էին արտահայտել իրենց հույզերը, երկրպագեին Տիրոջը։ Բայց նորից հավատալով, որ գալու է մեկը, որ լիարժեք այս կարողությունն ու հնարավորություն տալու է։ Դա համար սիրելիներ, այո, սա բարիք է մեծագույն մեզ համար, որ մեր կյանքում մենք հնարավորություն ունենք Տիրոջը երկրպագելու, մեր կյանքում մենք հնարավորություն ունենք Տիրոջը մեծարելու ճշմարտապես, ու այն ընդունելի է դառնում Աստծո կողմից։ Երբ որ քահանայապետը չէր մտնում այնպես, ինչպես որ Տերը կամենում էր, Տերը զարկում էր նրան ու մահանում էր տեղում։ Բայց մենք շատ անգամներ նույնիսկ մեղքով գալիս ենք Աստծո առաջ ու այո Տիրոջ ողորմությունը, որ Տերը միանգամից մեզ չի տալիս ի պատասխան ամեն ինչ, որ մենք անում ենք, որտեղ վստահ եմ, որ եթե Տերը միանգամից մեր մեղքերին կատարած միանգամից արժանի պատիժը տա, որից է մեկը ստեղ չենք լինի։ Համար Տերը ողորմած է, երկայնամիտ է ու չպետք է չարաշահենք դրանով։ Եթե սխալվում ենք, պետք է խոստովանենք մեր մեղքերը, ներում խնդրենք, որպեսզի վերականգնվի իմ եւ Տիրոջ հարաբերությունը, որովհետեւ Հիսուս Քրիստոսի զոհի միջոցով ես հնարավորություն ունեմ ճշմարտապես ինչ անելու, Տիրոջը երկրպագելու, պաշտամունք բարձրացնելու։ Եվ 4-րդը սիրելիներ, Հիսուսի զոհի միջոցով մենք մտանք այդ նոր ուխտի մեջ։ 15 համարը Այդ պատճառով
նա նոր ուխտի միջնորդ է, որպեսզի առաջին ուխտի տակ գործված հանցանքների քավության համար եղած մահվան միջոցով նրանք, որ կանչված են հավիտենական ժառանգության խոստումը ստանան։ Հիմա շարություն դարձրեք, նորից անդրադառնում է հնին։ Մովսիսական օրենքը, որ տրվեց, այն ուխտը, որ կապվեց մարդու ու Աստծո միջև, ինչ տեղի ունեցավ, Աստված խախտեց ուխտը։ Աստված չխախտեց, մարդը խախտեց ուխտը։ Մարդը խախտեց այն համաձայնությունը, որ ուներ Աստծո հետ եւ կարիքը կար ինչ անելու նորոգության։ Հիմա այս զվարակների արյուն այս ամեն ինչը կարծես sense մի փոքր ինչ որ նշան է, որ մենք կարիք ունենք նորոգության։ Մենք կարիք ունենք վերականգնելու այն հարաբերությունը, որ Աստծո հետ կա։ Եվ ասում է Հիսուս ինչ արեց, իր նոր ուխտով, որը որ բերեց ու ժողովրդին մտցրեց այդ նոր ուխտի մեջ, արդեն այդ նոր ուխտը կապեց Հիսուս Քրիստոս Աստծո հետ։ Եվ մենք էլ Քրիստոսի մեջ մտանք այդ նոր ուխտի մեջ։ Եվ հետևաբար, եթե Քրիստոս հավատարիմ է, չէ՞։ Հայրն էլ հավատարիմ է, այս նոր ուխտի մեջ խախտում կլինի։ Չէ, այս նոր ուխտը չի խախտվի, որովհետև արդեն մարդկային գործոնը մեջտեղը չկա։ Եվ քանի որ մարդկային գործոնը չկա, այլևս չկա այն դատապարտությունը, որը որ կար, քանի որ առաջնային օրենքը կա։ Եվ այդ նոր ուխտի մեջ Հիսուսի մեջ մենք գտանք ինչ, առաջինը Հիսուսի մեջ գտանք կատարյալ միջնորդ։ Ասում եմ, հիմա նոր ուխտի միջնորդը Հիսուս Քրիստոս ինքն է։ Սրա մասին շատ եմ ասել, չեմ ծանրանալու, որտեղ կարիքը չունենք ուրիշ միջնորդի։ Ինչի աղոթեմ հրեշտակներին, ինչի աղոթեմ Մարիամին, ինչի աղոթեմ ինչ որ սուրբերին, եթե ունեմ կատարյալ միջնորդ։ Ուստի մի քանի անգամ էս հեղինակն ասում է ինչի համար, որտեղ եբրայցիները իրանց առաջ նորից ունեին կենթանի քահանապետերը, քահանաները, որոնք որ կարծես միջնորդ են։ Հայաստանում էլ հիմա շատ-շատերը քահանաներին, նույնիսկ ծառայողներին, հովիվներին կարծես տենում են միջնորդ։ Ու գալիս օրինակ կարան ասեն, դե գիտես ինչ կա, քո աղոթքը սենց ավելի շուտ է հասնում կամ դու ավելի մոտիկ ես, էլի ուզում ես հասկանալ, լավ ինչով եմ մոտիկ, բոյով եմ դրա համար նկատի ունի, թե ինչ։ Եթե իմ միջնորդ ու ձեր միջնորդը նույնն է, ինչ կարիք ունեք միջնորդի, այո մեկս մյուսի համար պետք է աղոթենք, բարեխոսենք, սրա մասին չի խոսք գնում, բայց երբեք որևիցե մեկին, որևիցե մարդ, որևիցե իր, որևիցե բան, ես միջնորդ չպետք է դարձնեմ։ Շատ-շատերը գիտեք ինչ են մոմ վառում, որտեղ հավատում են, որ եթե մոմ չվառեն, աղոթքը չի հասնելու։ Ու ստացվում է այդ մոմը իրենց համար ինչ է դառնում, միջնորդ Աստծո համար։ Կամ պարտադիր պետք է լինի այս տարածքը, այս ձևի շինություն լինի, այլ որ նոր աղոթեմ։ Այնտեղ ինձ sense մի տեսակ զգում եմ լավ, այնպես լավ աուրա կա։ Ու ստացվում է այդ աուրան դառնում է ինչ-որ միջնորդ, կամ տարածքը դառնում է միջնորդ, սիրելիներ, ոչ տարածքը, ոչ ինչ-որ իր միջնորդ չի կարա լինի։ Որևիցե բան չի կարա միջնորդ լինի, այլ նոր ուխտի միջնորդը հեղինակն ասում ով է Հիսուս Քրիստոսն է եւ դա դարձավ մեզ համար հավիտենական միջնորդ, որը որ բարեխոսում է առավոտից երեկո Տիրոջ առաջ, որտեղ իր արյամբ մտավ։ Երկրորդը, այդ նոր ուխտի մեջ մենք գտանք գրված է մեր մեղքերին քավություն, որովհետեւ այն հին ուխտի դատապարտությունը օրենքը բերում է դատապարտություն, բերում է պատիժ, բայց Քրիստոսի միջոցով մենք ինչ գտանք քավություն մեր մեղքերի։ Որևիցե մեկը առանց Քրիստոսի մեղքերի քավություն, մեղքերի թողություն չի կարող ստանալ։ Որևիցե մեկը այս մեղքի դատապարտությունից չի կարող դուրս գալ։ Այլ միայն Հիսուս Քրիստոսի թափված արյան միջոցով, դրա համար առաջի Կորինթացիս նամակի մեջ ասում է, այս նոր ուխտի արյունով մենք մտնում ենք այդ Քրիստոսի արյամբ այդ նոր ուխտի մեջ ու նրա միջոցով է որ ստանում ենք ինչ թողություն մեղքերի։ Դավիթ թագավորն ասում է երանելի նրանք ովքեր ում մեղքերը որ ինչ են ներված են, թողված են եւ Տերը ասում է երբեք դրանց չի հիշի։ Այո սա են բարիքները որ մեզ Տերը տվել է այս նոր ուխտի մեջ։ Այո այնպես չէ որ մենք որպես հրեան հին ուխտի մեջ էինք։ Մենք ուղղակի Քրիստոսի մեջ
Եվ մնացած հավատացյալ հրաների մեջ այդ նոր ուխտի մեջ փրկություն ստացանք եւ այո մեր մեղքերը թողվեցին մեր մեղքերին ինչ գտանք թողություն գտանք եւ երրորդը այս նոր ուխտի մեջ 15 համարը ամենավերջում ինչ ստացանք ասում է հավիտենական ժառանգության խոստումը ստացանք այն հավիտենական ժառանգության որ Տերը խոստացավ որ բոլոր նրանք ովքեր որ Տիրոջն են վաղ այսօրը ինչ են ստանալու ժառանգություն ունեն երկնքում Համար Տերն ասեց գանձեր մի դիզեք երկրից վրա որտեղ կա ցեցը որտեղ կա ժանգը որտեղ կա գողը այլ գանձեր դիզենք որտեղ երկնքում Եվ Տերը խոստացել է որ ասել է վարձահատույց է լինելու ամեն ինչի համար ինչ որ կանենք Բայց ամենից առավել Տերը արդեն խոստացել է եւ այդ հույսով ենք ապրում, որ գալու է եւ մեզ էլ վերցնելու իր հետ։ Ու հավիտենականություն անցկացնելու ենք իր հետ։ Սա են բարիքները, որոնք որ մենք ստացանք Հիսուս Քրիստոսի զոհի միջոցով։ Նամասիեներ, սա գնահատեք, սա կարևորագույն ամենալավագույն նվերն է, որ Տերը արդեն տվել է։ Մի փնտրեք ուրիշ ինչ-որ մի բարիք, որտեղ սա արդեն իսկ այն լավագույնն է, ինչ-որ Տերը տվել է։ Տվել է հավիտենական կյանք, երկրորդը տվել է ինչ? Նորոգել է մեր խիղճը, որպեսզի մեր կյանքում մենք ճիշտ կողմնորոշվենք, քայլենք, երրորդը հնարավորություն է տվել երկրպագելու ճշմարտապես երկրպագելու ծառայելու Աստծուն եւ չորրորդը նոր ուխտի մեջ մեզ տվել է կատարյալ միջնորդ ունենք Քրիստոսը, կատարյալ որպես միջնորդ, դրանից հետո մեզ տվել է մեղքերի թողություն, քավություն եւ ամենավերջինը տվել է ժառանգության հույս, որը որ ապրում ենք։ Այն հույսով, որ Տերը խոստացավ, ու Հիսուսն ասաց շուտով գալու է։ Հետևաբար ապրեք այս ձևով, ապրեք այնպես, ինչպես որ դուք այդ բարիքը Տիրոջից ստացել եք։ Ճանաչեք կարևորագույն բարիքը, ինչ որ Հիսուսից գալիս է։ Եվ մի ուշադրություն դարձրեք երկրորդականին, երրորդականին, այն ամեն ինչ որ ժամանակավոր է։ Ոչ հարստություն, ոչ ինչ որ առողջություն, ոչ նույնիսկ արտաքին գեղեցկությունը երբեք լավագույն նվերը չեն կարող լինել։ Այն են բարիք ինչ որ մեր հոգու փրկության համար, մեզ համար ամենակարևորագույնն է, արդեն իսկ Քրիստոսի զոհի միջոցով ստացանք։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված իրապես շնորհակալ ենք Հայր, որովհետև քեզանով քո որդու Հիսուս Քրիստոսի միջոցով ստացանք այն բարիքները, այն կարևորագույն նվերը, որ որևիցե բանով, որևիցե կերպ այն մեզանից չի կարող վերցվել կամ գողանալ։ Աղոթում ով Հայր, որ իրապես մեր սիրտը ցնծությամբ եւ ուրախությամբ լեցնես ունենալով այս գիտակցությունը Տեր, որ չփնտրենք ուրիշը Տեր Աստված, չփնտրենք ինչ որ բաների մեջ այլ ուրախություն, այլ թող որ այս գիտակցությունը տա մեզ կատարյալ ուրախություն Տեր, որովհետեւ քո մեջ ստացանք փրկությունը Տեր Աստված, քո մեջ ստացանք այդ հավիտենական փրկությունը եւ հնարավորությունը գալու քո առաջ Տեր Աստված երկրպագելու քեզ այնպես ինչպես որ դու ես կամենում Տեր քո մեջ ստացանք Տեր Աստված միջնորդ քո մեջ ստացանք մեղքերի թողություն եւ քո մեջ ստացանք այն գալիք ժառանգության հույսը որով որ ապրում ենք Տեր ոստի դու մեզ առաջնորդիր դու մեզ հովանի եղիր Տեր Աստված որ ոչ դժվարություններ ոչ բարձրություններ, ոչ ցածրություններ, ոչ մի բան մեր կյանքում Տեր քեզանից չբաժանի։ Քո սիրուց չբաժանի Տեր, որտեղ դու սիրեցիր եւ մինչև վերջ սիրեցիր Տեր։ Մենք էլ որպես քո զավակներ ուզում ենք որ մեզ իմաստություն տաս, որպեսզի գործենք այնպես, ինչպես որ ունենք լավագույն նվերը քո քեզանից ստացած։ Որ մեր կյանքում գոհունակ սիրտ ունենանք ամեն իրավիճակներում։ Եվ այո Տեր, երբ որ նույնիսկ նեղության մեջ ենք, ասենք փառք ես Տեր, որտեղ դու բարի ու հավատարիմ Աստված ես։ Դու տվել ես այն, ինչի կարիք որ ունենք, մեր հոգու փրկությունը։ Ոստի ամեն ինչի փառքով մենք քեզ եւ մեծարում ենք քեզ, մեր Սուրբ Աստված։
Հիսուս Քրիստոսի անունով ամեն։ Ամեն։